Այժմ տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին իրենց ֆինանսական հարցերում մինչև հուլիսի վերջ։ Հարգելի աղեղնավորներ, շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր բաժանորդագրվում են, կոմենտներ են գրում, լայք են դնում, շատ շնորհակալ եմ հարգելնես, իրականում շատ կարևոր է։ Դա միակ ձևով է, որ կարող եմ ձեզնից ես ինչ-որ էներգիա ստանալ, որպեսզի կարողանամ ավելի չգիտեմ, շատ մարդու մասին ինֆորմացիա տալ, ասենք ես պետք է զգամ, չէ, ինչ որ ձևով, մեր մեջ պետք է ինչ-որ էներգետիկ շփում լինի, ես մարդիկ կան արդեն անուններով եմ ճանաչում, հենց սկզբից առաջին երևի շաբաթներից իրենք ինձ հետ են եղել, շատ շնորհակալ եմ, աղեղնավորները բավականին ակտիվ են։ Տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին իրենց ֆինանսական հարցերում հուլիս ամսվա ընթացքում, հարգելներս։ Պատահեցի դուք տարբերակ ընտրեք, ես ուղղակի ուզում եմ ավելի շատ մարդկանց ինֆորմացիա հաղորդել, դրա համար երկու տարբերակով եմ նայում։ Տեսնում եմ այստեղ աստղը եւ տեսնում եմ այստեղ համբերատարության կարտը։ Գիտեք, ես այստեղ նաեւ չափավորության կարտն է, սա երկու նշանակություններ ունի։ Աստղով կարող եմ ասել, ունեք նպատակներ, ունեք ցանկություններ, ֆինանսական, ինչ նպատակներ ունեք, ինչ եք անում, չգիտեմ, կարտը հուշում է եղեք չափավոր, այսինքն չափավորություն նշանակում է քիչ ծախսեք, խնայեք ձեր գումարները, որպեսզի ձեր նպատակներին հասնեք։ Մյուս կողմից պետք է համբերություն, ունեք շատ մեծ հեռու գնացող նպատակներ, պետք է մի փոքր լինել համբերատար։ Եվ նաև չափավորել ծախսերը, շատ կարևոր է։ Եթե շարունակում են մարդիկ նույն ձևով ծախսել ինչպես առաջ, բայց ունեն հեռու գնացող նպատակներ, դա միշտ չէ, որ հաջողվում է, պետք է իրականում ծախսերը պակասեցնել։ Կարտերը ուղղակի կրկնում են այն, ինչ որ ես արդեն ասեցի։ Տեսնում եք, սա ժլատության կարտն է 4-ը պենտակլի։ Սա հենց նշանակում է խնայեք ձեր գումարները։ Մի քիչ ժլատ եղեք։ Անիմաստ ծախսեր մի արեք։ Դե ես չեմ ուզում ասել հարգելիներս, որ դուք անում եք այդպես, եթե չեք անում, շատ լավ է։ Բայց կան մարդիկ, չէ, մեկ-մեկ ուղղակի ես ուզում եմ, սա եմ ուզում, վերջին, չգիտեմ, հեռախոսն եմ ուզում, բայց իրականում կարտերն են հուշում, ես չեմ ասում, որովհետև տեսնում եմ աստղով դուք ունեք նպատակներ, կարտերը հուշում են լինել չափավոր, այսինքն ձեր ծախսերը պակասեցնել, գումարները խնայեք, որպեսզի կարողանաք ձեր նպատակին հասնել, պետք է բալանսի բերել։ Այո, պետք է կարողանաք ձեր ծախսերը պակասեցնել, որպեսզի ձեր եկամուտը ավելանա, դրա մասին է խոսքը։ Իսկ դուք տեսնում եք ոչ թե ուզում եք ավելացնել, դուք պարզապես ուզում եք նաև ավելացնել ձեր գումարները, որտեղ դուք ինչ որ նպատակ ունեք։ Ես տեսնում եմ այստեղ նաև ռիսկի մի դիմեք, ես չեմ կարող ասել ինչ ռիսկի են դիմում, աղեղնավորները բավականին ազարտի մարդիկ են, այսինքն եթե ինչ որ խաղերի, սպորտի հետ կապված, ես չեմ կարող ասել, կարտերը չեն ասում մի արեք ոչինչ, պարզապես ասում են չափի մեջ արեք, ինչքան հնարավորություն ունեք, մեծ գումարներ ռիսկի մի դիմեք, վտանգի մի ենթարկեք, որովհետև դա կարող է շատ ռիսկային լինել իրականում, որպեսզի կորուստներից խուսափեք։ Որովհետև նպատակը ընդհանրապես ցանկացած խաղի, չգիտեմ, գումարների ինչ էլ որ ներդրում եք, ինչ անում եք, իրական նպատակը շահույթն է, բայց դա կարող է ռիսկային լինել, չէ՞, դուք ինչքան կարող եք շահել, այդքան էլ կարող եք կորցնել։ Եվ կարտերը հուշում են, ես այստեղ տեսնում եմ մարդիկ հեռանում են խնդիրներից, այսինքն եթե դուք կարողանաք չափավորել, ռիսկի չդիմել, բալանսի մեջ պահել, այո, եթե այս բոլորը անեք, տեսնում եք, ես եմ տեսնում, կարտերը հուշում են, պահպանեք ձեր գումարները, բալանսի մեջ պահեք ձեր ծախսերն ու եկամուտը, ինչքան ունեք, այնքան էլ ծախսեք։ Եթե ուզում եք ինչ-որ ռիսկային գործերի մեջ գումար դնել, դրեք այնքան, ինչքան կարող եք ձեզ թույլ տալ, դրանից ոչ ավել։ Այդ դեպքում դուք կկարողանաք խուսափել խնդիրներից եւ կորուստներից, այդպես կարող եմ ասել։
Պարզապես մի քիչ ավելի չափավորություն, մեծ գումարներ ռիսկի մի դիմեք, այսպես կարող եմ ասել։ Որտեւ իրականում եթե դուք ունեիք նպատակ, ես աստղով եմ տեսնում, այստեղ էլ տեսնում եմ ինչ որ նոր գաղափար, բաժակների ասպետով կարող եմ ասել ինչ որ նոր առաջարկություն, ինչ որ մի նոր տարբերակ կա, եւ ձեզ հաջողություն սպասում է։ Եթե դուք իհարկե չափի մեջ լինեք, չափի մեջ ծախսեք գումարները, չափի մեջ ներդրում անեք, այսինքն ձեր ունեցածից ավելին ռիսկի մի դիմեք, այսպես կարող եմ ասել, ձեր ունեցածի չափով։ Այդ դեպքում ձեզ հաջողություն իրականում սպասում։ Ես արևով կարող եմ ասել, որ դուք ձեր նպատակին կհասնեք։ Ինչ ֆինանսական նպատակ էլ որ ունենաք, եթե իհարկե չափի մեջ ռիսկի դիմեք, չափի մեջ ծախսեք, չափի մեջ ներդրում անեք եւ լինեք համբերատար։ Իրականում ես տեսնում եմ, որ տարբերակ կա, որպեսզի դուք ձեր հաջողությանը հասնեք, հարգելի աղեղնավորներ։ Ինչ եմ տեսնում երկրորդ տարբերակում, տեսնում եմ այստեղ նավակը կանգնած է եւ տեսնում եմ գումարի, այդպես 10 եմ տեսնում ղարի, ինչը նշանակում է, որ դուք ինչ որ ֆինանսական կամ ճգնաժամ ունեք մի փոքր ոչ շատ, կամ լրացուցիչ ծախսեր են վերջերս առաջացել։ Եվ ծախսերի պատճառով է, որ ձեր նավը չի շարժում, դուք հաջողության չեք հասնում։ Կարող է այդպես լինել։ Գիտեք, ես տեսնում եմ կայսրուհու կարտը, սա այսինքն մարդիկ, որ դուք բավարարված շատ գոհել ապրում եք, դուք կարողանում եք տնօրինել ձեր գումարները, դուք ավելորդ ծախսեր չեք անում, չեք վատնում, պարզապես ծախսերն են ավելացել։ Դուք չեք, այսպես կարող եմ ասել, որ դա ձեզնից չի կախված, պարզապես չգիտեմ, ամառը միգուցե կոմունալային ծախսերը ավելանում են կամ ինչ-ինչ նոր ծախսեր են ավելացել, չնայած որ դուք կարողանում եք տնօրինել, բայց միգուցե եւ հուլիս ամսվա ընթացքում կարող են ձեր ծախսերը մի փոքր ավելանալ։ Բայց ես կայսրուհու կարտով կարող եմ ասել, որ դուք իրականում կարողանում եք ձեր ֆինանսները տնօրինել։ Գիտեք, երբ ծախսել, ինչքան ծախսել, կարողանում եք իրականում ամեն ինչ ճիշտ ֆինանսների հետ գիտեք ճիշտ վարվել, այդպես կարող եմ ասել։ Պարզապես լրացուցիչ ծախսեր են առաջացել, որոնք կարող եմ երևի թե մի փոքր խնդիրներ են առաջացնում ձեզ համար։ Գիտեք, ես ճիշտ ասած չեմ տեսնում որևէ ծախսեր կամ ֆինանսական կորուստներ, բոլորովին չեմ տեսնում։ Այսինքն ֆինանսական ինչ-որ ծախսեր առաջացել են, միգուցե արդեն առաջացել են, արդեն այդպիսի մի խնդիր կար կամ միգուցե ֆինանսները կանգնել էին, չէին շարժվում, այսինքն գալիս էր, ծախսվում էր, բայց լրացուցիչ ձեր այսպես կայսրուհու համար, հա, ուզում եք ամառ է գնալ հանգստանալ, լրացուցիչ ծախսեր եք ուզում անել, իրականում չի բավականացնում։ Կամ լրացուցիչ ծախսեր են առաջացել, կամ պարզապես ֆինանսները չեն ավելանում, ձեզ հազիվ բավականացնում է ձեր ծախսերին։ Չէ, դուք շատ հարմարավետ կյանքով ապրում եք, ես տեսնում եմ, ֆինանսներ կան, դուք ֆինանսական խնդիրներ չունեք, պարզապես ավելին չեք կարողանում հասնել։ Իսկ ես տեսնում եմ հուլիսին, որ իրականում տարբերակներ կան։ Ես եղել տեսնում հաղթանակի կարտը ջահերով 6-ի։ Այսինքն չգիտեմ, ինչ որ մի նոր գաղափար կա, ինչ որ մի բան մտադրություն ունեիք, որ ինչ որ մի ժամանակ այստեղ էլ տեսնում եք, ես եղել եմ տեսնում նավակով, որ գումարները մի տեսակ կանգնել էին։ Այստեղ էլ եմ տեսնում մի տեսակ, միգուցե գործերն էին կանգնել եւ դրանից էլ ֆինանսները չէին գալիս։ Բայց իրականում կգան։ Ես իրականում տեսնում եմ, որ կգան։ Այստեղ տեսնում եմ ջահերի պաժը, այսինքն եթե դուք մի տեսակ ձեր ոգևորությունն եք կորցրել գործում, աշխատանքում, ինչ եք անում, ինչպես եք գումար վաստակում, սկզբում շատ այսպես ոգևորված եք եղել, հետո մի տեսակ սառել եք աշխատանքից, մի տեսակ էնտուզիազմը կորել է, այ կարտերը հուշում են, փորձեք հիշել սկզբում ինչպես էր, որ աշխատանքը սկսեցիք, ինչպես եք տրամադրվել։ Մի քիչ ինքներդ ձեզ պետք է կարողանաք ձեր տրամադրությունը բարձրացնել։ Պաժը երեխան է, այսինքն նորից էլի պետք է ինքներդ ձև գտնեք ձեզ ոգևորելու։ Գիտեք, իմ տղան էլ աղեղնավոր ինքն էլ է այսպեսին։ Շատ ոգևորված մի գործ սկսում է, շատ ոգևորված։ Մի անցնում է մի ամիս, երկու ամիս, հետո էլ ոչինչ չի ուզում, բացարձակ ոչինչ չի ուզում անել։ Այս ուղղակի իրան ինձ հիմա հիշեցնում։ Հետո ինքը իրեն պիտի կարողանա ոգևորել։ Ընդ որում, եթե կողքից ուզենամ ես ոգևորել, այդքան չի ստացվում, ինչքան ինքը կարողանում է ինչ-որ ձևով իրեն ոգևորել։ Այս այդպեսի մի պատմություն եմ տեսնում։ Դուք շատ ոգևորված եք լինում, հետո մի տեսակ հիասթափվում եք կամ ձանձրանում եք, չգիտեմ ինչու այդպես, ձեր ուզած հաջողությունը չեք տեսնում կամ սովորական է դառնում, այդ ոգևորությունը կորում է, գտեք ինչ-որ տարբերակ, այ ջահով կարող եմ ասել, փորձեք ինքներդ ձեզ ինչ-որ ձևով ոգևորել, միգուցե ոգևորեք ձեր նպատակներով, ոգևորեք ձեզ հիշելով, թե սկզբում հիշեցիք ինչպես եք զգում, կդժվարանամ ասել, բայց մի տեսակ այդ մոտիվացիան, ինքներդ ձեզ պիտի գտնեք ինչպես մոտիվացնեք, որովհետև իրականում տեսնում եմ հաջողություն ֆինանսական, բայց եթե նորից գտնեք ոգևորություն եւ այսպես անգործ չմնաք հարգելներս, միայն այդ դեպքում, որովհետեւ սա պենտակլի թագուհին է, մարդը, որը ինքը աշխատում է, տեսեք, դուք աշխատում եք, դուք վաստակում եք, ինքներդ եք ձեզ համար
ստեղծում ձեր ֆինանսները եւ ձեր հաջողությունները։ Պարզապես երբ որ մեկ-մեկ մոտիվացիան կորցնում եք, փորձեք ինքներդ գտնել այդ մոտիվացիան նորովի եւ իրականում կկարողանաք ավելի շատ գումար վաստակել։ Ես ուրիշ ոչ մի խնդիր չեմ տեսնում, մի տեսակ մոտիվացիայի խնդիր եմ տեսնում։ Նավակը կանգնում է, ձեր ցանկությունները կան, բայց դուք կորցնում եք մի տեսակ տեսադաշտից կորում է վերջնական նպատակը։ Եթե կարողանաք ինքներդ ձեզ ոգևորել, մոտիվացնել, իրականում դուք կարող եք հաջողության հասնել։ Ինչն էլ ես սրտանց կամենում եմ հարգելի աղեղնավորներ։ Ներողություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում այդ եղջյուրներին ֆինանսական հարցերում մինչև հուլիսի վերջ։ Հարգելի աջակցողներ, շնորհակալ եմ նրանց, ովքեր ակտիվ են, ովքեր լայքեր են դնում, բաժանորդագրվում են, դրական կոմենտներ են գրում, շատ կարևոր է։ Ձեզ հետ միակ հաղորդակցման միջոցը կոմենտներն են եւ լայքերը, որոնք ինձ մոտիվացնում են։ Երբ մարդիկ գրում են, կարևոր չէ որ նշանի մարդիկ գրում են 90%-ով ճիշտ եք ասում, դա շատ ոգևորիչ է։ Ես կարծում եմ, որ 25-30% էլ եթե ես այսպես բոլորի համար եմ նայում համապատասխանի, ամեն մարդ մի փոքր ինֆորմացիա իր համար այստեղ լսի եւ կարողանա օգտագործել, արդեն բավականին արդյունք է։ Ես չգիտեմ, չէ ում համար եմ նայում, բայց 90% դա շատ ոգևորիչ է։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր դրական կոմենտներ գրում են, ակտիվ են, լայքեր են դնում։ Շատ կարևոր է հարգելիներս։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ֆինանսներում մինչև հուլիսի վերջ։ Ես ընդունում եմ երկու տարբերակ, դուք կարող եք չընտրել, պարզապես որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել հարգելիներս։ Բարդ իրավիճակ եմ տեսնում որոշ աջակցությունների համար, տեսնում եմ աշտարակը քանդվում է եւ լաբիրինթոս։ Այսինքն սա նշանակում է ինչ որ ֆինանսական ծրագրեր, նպատակներ ունեցել եք, այստեղ քայլ առ քայլ գնացել եք ինչ որ նպատակի հետևից, բայց իրականում նպատակին չեք հասել։ Աշտարակն իրականում չի կառուցվել եւ քանդվել է։ Ինչ որ պահի, ինչ որ, չգիտեմ, ձեր հաջողության ճանապարհին ձեզ թվում է, որ ամեն ինչ ճիշտ ու լավ եք անում, ամեն ինչ ճիշտ էր գնում, բայց հանկարծ ամեն ինչ իրականում քանդվում է եւ դուք հայտնվում եք այսպես մի տեսակ լաբիրինթոսում, այսինքն անելանելի վիճակում։ Ելքը չեք գտնում, ինչպես այս վիճակից կարող եք դուրս գալ։ Տեսնենք հուլիս ամսվա ընթացքում կկարողանաք այս վիճակից դուրս գալ, հարգելի աջակցություններ։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, շատ հետաքրքիր։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Առաջին երկու կարտը տեսնում եմ թագավոր եւ թագուհի, ջահերի ընդ որում։ Սրանք կրակի նշանն են եւ շատ համապատասխանում են իրար, բայց սա բոլորովին աջեղջյուրի նշան չէ։ Աջեղջյուրը իրականում հողի նշան է, իսկ սրանք կրակի։ Այսինքն, ինչպես կարող եմ ասել, այստեղ ամուսիններ են, զույգ են, կամ դուք ինչ որ մեկի հետ գործ եք անում, հարգելի աջեղջյուրներ, որոնց իրականում իրենց խառնվածքը ձեզ այդքան էլ չի համապատասխանում։ Այս մարդիկ շատ տաքարյուն են, շատ ռիսկային են, իսկ աջեղջյուրները շատ այսպես պրակտիկ են, պրագմատիկ են, շատ երկար են մտածում, մեծ ռիսկերի դիմել չեն սիրում։ Իրենք թեկուզ դանդաղ, քայլ առ քայլ, բայց գնում են դեպի իրենց նպատակը, ոչ թե այսպես րոպեի տակ ազդեցությամբ տաքացան, որոշեցին եւ գնացին ու ինչ որ ֆինանսական այսպես ռիսկային գործերի մեջ մտան։ Իրականում այդպես չէ։ Եթե ինչ-որ բան փոխվել է կամ այսպիսի մարդիկ կան ձեր 4 կողմը եւ դրանց հետ ոգևորված դուք եք այդպես շարժվում, դրա համար էլ ձեր աշտարակը չի կառուցվել, միգուցե մարդիկ կան ձեզ խանգարում են, ընդ որում երկու հոգի եմ տեսնում, կարող են սրանք զույգ լինել, կարող են զույգ չլինել։ Մյուս կողմից երևի կան աջեղջյուրներ, պարզապես իրենց սովորական այսպես ձևերով չեն անում, իրենք են հիմա այսպիսին։ Մի տեսակ շատ արագ առանց մտածելու ինչ որ գործարքի մեջ են մտել, ինչ որ գործ են սկսել, փորձել են շատ արագ հասնել նպատակին, մի քիչ ավելի ռիսկի են դիմել եւ իրականում նպատակին չեն հասել, որ դա ճիշտ տարբերակ չի աջեղջյուրի համար։ Աջեղջյուրը պետք է դանդաղ քայլերով մտածված, պլանավորած գնա առաջ։ Ճիշտն ասած, ես հարգելիներս
Անհաջող կարտեր չեմ տեսնում, ճիշտն ասած, չէ, շատ հաջող կարտեր եմ տեսնում։ Իվարկեն ես մի քիչ ավելի լրացուցիչ նայեմ, ես բացարձակ անհաջողություն չեմ տեսնում այստեղ ճիշտն ասած։ Շատ տարօրինակ է։ Տեսնում եմ բաժակների 10-ը, տեսնում եմ կախված մարդը եւ տեսնում եմ այստեղ 4-ը ջահերի։ Գիտեք, եթե կան այսպես երկու հոգի, չգիտեմ, մարդիկ ում հետ գործ եք ունեցել եւ իրենց պատճառով ձեր նպատակին չեք հասել, երևի տարբերակն այն կլինի, որ այս մարդկանց հեռացնեք ձեր կյանքից։ Ես չեմ տեսնում այստեղ նման բաներ, բայց որովհետեւ այս երկուսն են, որ ձեր խառնվածքին իրականում չեն համապատասխանում, բայց ես բոլորովին չեմ տեսնում, որ դուք անհաջողության եք հասնում։ Ինչու է այսպես, ինչ վիճակում եք։ Իրականում ամեն ինչ շատ լավ է լինում։ Միգուցե նաև կարտերը հուշում են, որ երևի թե դուք պետք է մի քիչ ավելի ռիսկի դիմեք, մի քիչ ավելի ձեր չգիտեմ, ձեր գործընկերներին միգուցե պետք է հետևել, հակառակը։ Շատ տարօրինակ եմ տեսնում, շատ տարօրինակ։ Սպասեք մի վարքյան, ես փորձեմ հասկանալ։ Չէ, գիտեք, կարող եմ ասել, որ դուք այս ինչ որ մարդկանց շատ այսպես ձեր խառնվածքին համապատասխան չեն, իրենք շատ այսպես ռիսկային մարդիկ են, ինչ որ ռիսկի դիմել եք եւ ինչ որ պահ միգուցե ինչ որ հաջողության էլ հասել եք, կամ միգուցե իրենց հետ ուղղակի շատ հետաքրքիր է աշխատելը։ Շատ հետաքրքիր գործ եք անում, այս մարդիկ ում հետ որ գործ եք անում, ֆինանսական ինչ հարցեր ունեք, շատ իրենք կարողանում են այսպես, չգիտեմ, ճարտար լեզու ունեն ձեզ համոզել, ձեզ ոգևորել եւ ինչ որ բան կարծես ճիշտ էր սկսել, ճիշտ էր գնում, բայց հետո ամեն ինչ կանգնեց, հանկարծ ինչ որ չի աշխատում եւ աշտարակը տեսնում եմ քանդվեց եւ դուք մի տեսակ հայտնվել եք այսպես տուպիկի մեջ, 4 պատի մեջ, հա, եւ ելքը չեք գտնում։ Այդպես կարող եմ ասել, բայց ես այստեղ անհաջողություն չեմ տեսնում։ Գիտեք, ես կարող եմ ասել նույնիսկ, որ նույնիսկ եթե ստացվի այնպես, որ ինչ որ դատաստանի կարտով եմ տեսնում, որ ինչ որ նույնիսկ ինչ որ իրավաբանական խնդիրներ, իրավական, դատական, չգիտեմ, ինչ որ խնդիրների մեջ հանկարծ հայտնվեք այդ մարդկանց պատճառով, դուք իրականում նոր դուրս կգաք դրանց տակից, այսինքն դուք ձեզ ոչինչ չի լինի։ Ես էլ եմ ասում, կարծում եմ, որ այս մարդիկ շատ անհաջող էին, ում հետ որ գործ էիք անում, շատ հաճելի ժամանակ էիք անցկացնում, լավ էլ կարծես թե մարդիկ էին, բայց հետո ինչ որ բան կանգնեց, իսկ հետո որոշ մարդիկ իմիջիայլոց այս անհաջող մարդիկ կարող են նույնիսկ հայտնվեն 4 ճաղերի ետևում։ Այդպես էլ կարող եմ ասել։ Ձեզ իրականում ոչինչ չի լինում, բայց կարող եմ ասել, եթե եղել են մարդիկ, ովքեր կամ ձեզ խաբել են, կամ ձեզ մոլորեցրել են, ինչ որ, չգիտեմ, լավ թվացել է ծիածանով, մեծ խոստումներ են տվել, իսկ հետո ոչինչ չեն արել, իրականում տեսնում եմ, եթե դուք ինչ-որ մեկին դատի եք տալիս, հա, կարող է այդպես էլ լինել եւ հայտնվում են իրենք այսպես 4 ճաղերի ետևում, հնարավոր է, դուք նպատակին չեք հասել, ձեր աշտարակը քանդվել է, բայց իրականում իրենք են եղել, այս երկուսն են եղել խաբեբաները, կին տղամարդ եմ տեսնում, կարող է երկու հոգի լինեն նույն սեռի, չեմ կարող ասել, բայց այդպես էլ է հնարավոր, եթե ձեզ խաբել են ինչ-ինչ տարբերակներով եւ գործը կանգնել է, կարող են որոշ մարդիկ նաեւ ճաղերի ետևում հայտնվել, որտեղ դատաստանի կարտով կարող է նաեւ ինչ որ իրավաբանական հարցեր լինել այդտեղ։ Իսկ ես տեսնում եմ, որ արևն էր հաջորդը, ձեզ համար իրականում ճիշտ կլինի, դուք իրականում դրանով կվերջացնեք, այդ մարդիկ մի տեսակ, այդ մարդկանց հեռացրեցիք ձեր կյանքից, իրենց դատեցին, թե դուք ինչ որ իրավական ձևեր եք գտնում նրանցից ազատվելու, փաստաթղթերով, եթե պայմանագրեր ունեիք կնքած, ես տեսնում եմ, դուք կարող եք նրանցից ազատվել օրինականորեն, եթե նույնիսկ ճաղերի ետևում չեն հայտնվում, ոչ մեկ չի նստում, ոչ մեկ չի դատվում, դուք կարողանում եք իրավաբանորեն հեռացնել այդ մարդկանց ձեր գործարքներից, ձեր պայմանագրերից, ձեզ համար դա շատ դրական քայլ կլինի, միանգամից աշխուժություն կմտնի եւ դուք միանգամից կգտնեք այդ թրերի տզով կարող եմ ասել, միանգամից կարող է ձեզ համար պարզվել այդ սխալ մարդկանց հեռացնելուց հետո, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ ձեր նպատակներին հասնելու, իսկ հասնեք, սրանք ձեր նպատակներն են աստղով երազանքները, սա է ձեր ոգևորվածությունը, դուք ինքներդ կգնաք եւ կհասնեք հաջողության հարգելինես միայն հեռացնելով սխալ մարդկանց։ Իրականում ամեն ինչ կսկսվի դրական ուղղությամբ գնալ, այս աշտարակը քանդվել է այլ մարդկանց պատճառով։ Հեռացրեք այդպիսի մարդկանց իրավաբանորեն, պարզապես պայմանագրերով նրանց հանեք, հա, ձեր բոլոր գործարքներից
երկշարժ դրանից հետո, երբ մարդիկ սխալ մարդիկ կհեռանան ձեր կյանքից, ձեզ համար իրականում արև կբացվի։ Եվ դուք կկարողանաք, ընդհանրում շատ արագ ձեզ համար կպարզվի ինչպես հասնեք ձեր նպատակներին, սա էլ դուք ոգևորված ջահերի ասպետով, չէ, ամեն ինչ լավ կլինի, եթե սխալ մարդկանց հեռացնեք ձեր կյանքից եւ ձեր գործերից, հարգելի աջակցություններ։ Ես ֆինանսական կորուստներ չեմ տեսնում իմիջիալոց։ Ինչ եմ տեսնում հաջորդը, տեսնում եմ այստեղ ջահերի ներողություն, բաժակների շատ այսօր դուրս գալիս, ինչու առաջարկություններ, ֆինանսները կանգնած են, կամ նոր գաղափար է ձեզ մոտ առաջացել, ուզում եք ինչ-որ մի նոր պլան ունեք, ինչպես ձեր գումարները ավելացնեք, միգուցե նոր ծախսեր են առաջացել, մտածում եք նոր տարբերակներ են պետք, միգուցե կողքից էլի աշխատանք է պետք, նոր ձևեր է պետք գտնել գումարներ վաստակելու, որպեսզի լրացուցիչ ծախսերը փակեք, կարող է այդպես էլ լինել, կամ պարզապես ֆինանսները կանգնել են եւ դուք հանկարծ հասկանում եք, թե ինչպես կարող եք, ինչ տարբերակներով կարող եք ավելացնել ձեր գումարները, կողքից ավելի գումար վաստակեք, կամ միգուցե ինչ-որ մեկ առաջարկություն է անում ձեզ։ Տեսնենք։ Քիչ կանգնել են երկրորդ տարբերակի ֆինանսները, այդպես կարող եմ ասել, բայց դուք ինչ-որ նոր ոգևորություն ունեք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի աջակցություններ, բավականին հետաքրքիր։ Ես տեսնում եմ այստեղ արդեն ասեցի, ձեր ֆինանսները միգուցե ծախսերն են ավելացել, ֆինանսական դեսեղ կորուստներ չեմ տեսնում, բայց կարող եմ ասել առի 10-ով նավակով, որ ձեր ֆինանսները մի տեսակ կամ կանգնել են, կամ չեն ավելանում, այսպես ասեմ, կամ պարզապես ծախսերն են շատացել, եւ դուք այսպես ոգևորված տարբերակներ եք փնտրում, ինչպես կարող եք ձեր ֆինանսներն ավելացնել, կամ ինչ-որ մեկը ձեզ առաջարկություն է անում, եւ դուք այսպես երկու ջահերով կարող եմ ասել, ճանապարհի մեջտեղում ընտրություն պետք է կատարեք, ինչպես հասնեք ձեր նպատակին, այդ ճանապարհը պետք է ընտրեք, որտեղ ոգևորությունը կա, տեսնում առաջարկությունը կա, դուք պարզապես պետք է ընտրեք տարբերակ, ըստ էության տարբերակներ ունեք ձեր նպատակներին հասնելու համար։ Գիտեք, այստեղ տեսնում եմ այն դեպքը, եւ դուք ինչ-որ մեկի հետ եք աշխատում։ Բաժակների երկուսն եմ տեսնում եւ բաժակների թագավորը։ Այսինքն, չնայած ես գիտեմ, որ ընդհանրապես աջակցությունները սիրում են մենակ աշխատել, եւ իրենք մենակ ինքնուրույն, որտեվ իրենք շատ այսպես պլանավորած, նպատակասլաց, հա, այսպես գնում են իրենց նպատակի հետևից, բայց մյուս նշանների, մյուս խառնվածքի մարդիկ կարող են այլ տարբերակներով, իսկ իրենք սիրում են, ես գիտեմ, որ ինքնուրույն են, իրենք սիրում են իրենց ձևերով, ավելի դանդաղ, ավելի այսպես հստակ քայլերով, մտածված, պլանավորած, բայց ես տեսնում եմ, որ ամեն դեպքում ինչ որ մեր թագավորը բաժակների, ամեն դեպքում ինչ որ ֆինանսական անբավարարվածություն զգում է, այսինքն իրեն լրացուցիչ ծախսեր էին պետք, ծախսեր կային եւ լրացուցիչ գումարներ են պետք, երևի թե ինքը որոշի ինչ-որ մեկի հետ գործ անել, այսինքն իր սովորական, հա, միայնակ գործելով, եթե ինքը չի կարողանում նպատակներին հասնել, բոլոր ծախսերը փակել, ապա ինքը որոշի ինչ-որ մեկի հետ գործընկերոջ հետ, ինչ-որ մեկի հետ գործ սկսել։ Ես տեսնում եմ իրականում բավարարված կլինեք եւ էմոցիոնալ առումով բավականին ճիշտ մարդու հետ եք գործ ունենում, հա, ինչ-որ մեկը, որը կնի ձեզ բիզնես պարտներ, այսինքն կնի ձեր գործընկերը, իրականում տեսնում ամեն ինչ ձեզ կբավարարի, եւ ձեր շփումը մարդու հետ, ճիշտ մարդու հետ է գործ ունենում, եւ ես տեսնում եմ, որ ձեր գործարքը իրականում հաջողության էլ կհասնի։ Դժվար է, չէ՞, ընդհանրապես ինչ-որ մեկի հետ գործանելը, մանավանդ եթե դուք մենակ եք սովոր, եւ գումարները կսկսեն գալ։ Եթե հուլիսին սկսեն կամած ձեր ֆինանսները գալ, որտեղ սա Պենտակլի ասպետն է, ինքը ամենադանդաղ ասպետն է։ Կամած գումարները կգան։ Միգուցե ժամանակի ընթացքում շատանան գումարները, որտեղ ես տեսնում գաղափարներ է լավը, եւ ձեր զուգընկերն էլ կարող է շատ հաջող լինել, որտեղ դուք այս անբավարարված թագավորից իրականում տեսնում են, որ բավականին էմոցիոնալ առումով բավարարված եք զգում ձեզ։ Շատ հաջող գործընկեր կլինում, հետո որ ինչ գործ ուզում եք սկսել ֆինանսական առումով, հա, ֆինանսների հետ կապված, իրականում բավականին հաջող կլինի։ Ֆինանսները թեկուզ կամած, բայց կգան։ Հարգելիներս, ես ֆինանսական հաջողություն եմ ցանկանում հարգելի աջակցություններ։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը, ինչ է սպասում ֆինանսներում ջրհոսներին մինչև հուլիս ամսվա վերջ։ Շնորհակալ եմ բոլոր ջրհոսներից, ովքեր բաժանորդագրվում են, լայքեր են դնում, կոմենտներ են գրում, շնորհակալ եմ հարգելիներս։ Դա ինձ շատ մոտիվացնում է։ Մանավանդ երբ մարդիկ գրում են ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք ասում, 90%-ով համապատասխանում է, ես կարծում եմ 30%-ով էլ եթե համապատասխանի արդեն բավականին լուրջ արդյունք է, որտեղ ես չէ որ իմ տանը նստած ոչ մեկի չեմ ճանաչում, ընդհանուր նայում եմ, շատ դժվար է այդպես, ում համապատասխանի, չհամապատասխանի, չգիտես։ 90%-ը դա բավականին լուրջ արդյունք է։ Եթե դուք չգրեք, ես չեմ իմանա։ Դա էլ ինձ է մոտիվացնում, լայքերն էլ են մոտիվացնում։ Նրանք ովքեր ակտիվ են, շատ շնորհակալ եմ հարգելիներս։
Այժմ տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին իրենց ֆինանսներում մինչև հուլիս ամսվա վերջ։ Որ տարբերակը ձեզ վերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Հարգելիներ, շատ տաքսիր կարտեր եմ տեսնում իրականում, տեսնում եմ այստեղ թրերի երկուսը, մի տեսակ ինչ-որ որոշման ընտրության առաջ եք կանգնած, հարգելի ջրհոսներ, աչքերը փակ է, տեսնում եք, այսինքն չի տեսնում տարբերակը։ Չեմ կարող ասել, ֆինանսների հետ կապված ինչ տարբերակ, միգուցե աշխատանքի մնամ, չմնամ, այս գործը անեմ, չանեմ, չգիտեմ, բայց ես տեսնում եմ արև իրականում, իսկ արևը շատ դրական է։ Տեսնենք, լրացիչ կարտեր հանենք, տեսնենք, իրականում ես տեսնում եմ, որ երևի թե հաջող կլինի իրականում, տեսնենք։ Միգուցե շատ լուրջ որոշում է, շատ լուրջ, շատ ինչ-որ հետաքրքիր նորություն է եկել, լուր է եկել, բայց իրականում ամեն դեպքում դուք մի տեսակ դժվարանում եք ընտրություն կատարել, չեք տեսնում տարբերակներ։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, գիտեք, այս թրերի երկուսը, երբ աղջկա աչքերը փակ են, չէ, տարբերակ չկա, ինչ-որ ներողություն, տարբերակ չի տեսնում, չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել, այսպես կարող եմ ասել։ Իրականում ստիպված է ինքը ընտրության առաջ է կանգնած թրերի երկուսով, բացապես ինքը չի տեսնում տարբերակը, ինչ ընտրել։ Իսկ դրան զուգահեռ ես այստեղ տեսնում եմ թրերի տուզը, ինչը դրա լրիվ հակառակն է, այսինքն միանգամից ձեզ համար կպարզվի։ Այ հուլիս ամսվա ընթացքում ձեզ համար միանգամից այ աչքերի փառը դուրս է գալիս, կապը աչքերի դուրս է գալիս, եւ դուք հանկարծ ձեզ համար կպարզեք իրականում ինչ պետք է անել, որ ուղղությամբ պետք է գնալ եւ ձեր որոշումը, որ չէիք կարող, ինչ որոշում է լինի ֆինանսների հետ, իրականում տեսնում եմ, որ դուք կկարողանաք որոշում կայացնել։ Ձեզ համար հանկարծ ինչ կլինի, ինչ նորություն կլսեք, լուր կլսեք, չեմ կարող ասել, այ արևով։ Ինչ որ լավ լուր կլսեք, այս տզով կարող եմ ասել, լավ լուր է լինում, ինչ որ մի դրական փոփոխություն է լինում, որ հանկարծ դուք ձեզ համար պարզում եք, այն ինչ որ ձեզ համար պարզ չէր, միանգամից ձեզ համար կպարզվի։ Սա ինչ որ մի նոր բան է, ձեզ համար նորություն է, դրա համար դուք բավականին էմոցիոնալ եք, շատ զգուշ եք մոտենում հարցին, բայց իրականում ձեզ համար աշխարհի կարտ եմ տեսնում, այսինքն ձեզ համար կլինեն հնարավորություններ, նոր դռներ եւ նոր էտապ կսկսվի։ Այ այդ նորությունը կգա, չգիտեմ, հանկարծ ինչ որ կզգաք հնարավորություններ, ինչ որ, չգիտեմ, ինչ կլինի, այդ ինչի հիման վրա է, որ հանկարծ ամեն ինչ պարզում է ձեզ համար, ու այն ինչ որ չեք կարողանում լուծել, ինչ որոշում չէիք կարողանում կայացնել, կկայացնեք։ Սա էլ ծիածանը բաժակների 10-ը, ինչն է շատ հաջող կլինի։ Ես արևով եմ տեսնում, շատ դրական կարտեր եմ տեսնում։ Ես չեմ տեսնում ձեզ ֆինանսներ գալիս են, ես տեսնում եմ, որ դուք ինչ որ ֆինանսական հարցի շուրջ որոշում պետք է կայացնեք, որ դժվարանում էիք, այ մինչև հուլիսի վերջ որոշումը կկայացնեք։ Ձեզ համար կպարզվի ճանապարհը, ինչ որոշում պետք է կայացնել եւ շատ հաջող կլինի։ Եվ 10-երով եմ տեսնում, եւ տեսնում եմ այստեղ արևով։ Դուք կգտնեք որոշում, հարգելինես, ինչ հարցեր որ կար ֆինանսական առումով, դուք հարցի լուծումը անպայման կգտնեք եւ շատ հաջող, ինչ որոշում էլ կայացնեք, շատ հաջող կլինի ձեզ համար։ Իսկ երկրորդ տարբերակում տեսնում եմ աշտարակը քանդվում է եւ տեսնում եմ լուսին։ Ինչ որ բան է ջրի երես դուրս գալիս, ինֆորմացիա, լուր, չեմ կարող ասել, այստեղ էլ հակառակն է, այդտեղ արևով լավ լուր էր գալիս, իսկ այստեղ ավելի ինչ որ ինֆորմացիա, նորություն, լուր, ինչ է ջրի երես դուրս գալիս, չեմ կարող ասել, եւ հանկարծ աշտարակը քանդվում է, սա կարող է լինել ձեր հույսը, ֆինանսների հետ էր կապված, ֆինանսական ինչ որ գործարքի հետ էր կապված, հանկարծ ինչ որ մի բան կպարզվի եւ ձեզ կթվա, միգուցե սա ձեզ պարզապես թվում է, որտեղ լուսինը կարող է լինել կասկածներ, վախեր, կարող է լինել ձեր ներքին զգացողությունը, ոչ թե իրականություն։ Ձեզ հանկարծ, չգիտես ինչու կթվա, որ դուք ձեր նպատակին չեք հասնում, ինչ աշտարակել ֆինանսական նպատակել ունեիք, հա, այսպես կառուցում եք ու հանկարծ լուսնով ձեզ թվում է, որ վերջ, ես իմ նպատակին չեմ հասնի, ամեն ինչ վերջացավ, աշտարակն էլ քանդվեց։ Տեսնենք, ձեր ներքին զգացողությունը ինչքանով է ճշմարիտ։
Բավականին բարդ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ջերոսներ։ Ինչ եք իմացել, ինչ է պատահել, որ հանկարծ դուք այսպես կարծում եք, որ ֆինանսական ինչ-որ խնդիրներ կարող եք ունենալ։ Ես տեսնում եմ, որ ինչ-որ բան միգուցե եղել է, գիտեք, տեսնում եմ այստեղ ջահերի 9-ով, որ դուք բավականին աշխատանք կատարել եք իրականում, եւ ձեզ թվում է, որ դուք շատ մոտ եք ձեր հաջողությանը, բայց հանկարծ չգիտեմ ինչ է պատահել, նոր ինչ-որ ինֆորմացիա է ջրի երես դուրս եկել եւ դուք հանկարծ հասկանում եք, որ իրականում դուք կարող եք ձեր նպատակին չհասնել, հանկարծ սկսում եք կասկածել ձեր արած գործի վրա։ Ես իրականում տեսնում եմ, որ դուք բավականին գործ եք արել, բավականին եւ շատ էլ վստահ եք եղել։ Կայսրուհու կարտով կարող եմ ասել, շատ կայացած, ինքնավստահ։ Սա ինչ-որ մի գործ չի, որ դուք երբեք չէիք արել, նոր եք սկսել սկզբից, զերոյից, բոլորովին։ Դուք հանգիստ անում եք ձեր աշխատանքը, շատ այսպես վստահ, բավականին էլ ուժ եք ներդնում, բայց հանկարծ չգիտեմ ինչ է լինում, հանկարծ կասկածներ, հանկարծ ինչ-որ լուր եք լսում, ինչ-որ բան է պարզում ձեզ համար, գիտեք, կարտերը ցույց են տալիս, որ մի քիչ խնայեք ձեր գումարները, որովհետև դժվարին ժամանակներ են սպասվում ձեզ իրականում։ Բավականին մարտահրավերներ եւ խնդիրներ եմ տեսնում։ Կարող եմ ասել, որ գայթակղություններ կլինեն իրականում, պետք է ընտրություններ կատարեք, հարգելի ջրհոսներ, բավականին բարդ ընտրությունների առաջ եք կանգնացնելու, այսինքն ինչ որ գործ ունեիք, անում էիք, հա, բավականին ջանք եք ներդրել, հա, այստեղ ջահերի 9 էր արդեն, որ թվում էր թե պետք է արդեն հասնեիք ձեր բոլոր նպատակներին կամ ամեն ինչ շատ նորմալ առաջ էր գնում ու հանկարծ նորից ջահերի 2, այսինքն նորից ընտրության առաջ եք կանգնած։ Դուք ճանապարհի կեսից, հա, ինչ որ բան էսպես կանգնեց ու հանկարծ նորից էլի նոր ճանապարհի առաջ, որ մարդը կարիերան աշտարակը կառուցում եք, պետք է հասնեք մինչև տանիք եւ վերջացնեք աշտարակը կառուցեք վերջանա, բայց դուք նորից հանկարծ հայտնվում եք ընտրության ճանապարհին, այսինքն նորից ինչ-որ բան պետք է նորից սկսել։ Շատ էմոցիոնալ եք, տեսնում եմ, հիասթափված եք։ Բայց կարտերը հուշում են մի քիչ ավելի համբերատար եղեք, ձեզից մի քիչ համբերություն է իրականում սպասվում, այսպես ձեզ առաջարկում են մի քիչ ավելի համբերատար լինել։ Բավականին հետաքրքիր, շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում, շատ տարօրինակ եւ հակասական։ Գիտեք, ես տեսնում եմ, որ ինչ-որ մի պահ, որ դուք ոգևորվում եք, այսպես ոգևորվում եք եւ ինչ-որ մարդիկ կարող եմ ասել, ինչ-որ մարդկանց ազդեցության տակ են ընկնում, մարդիկ կան այստեղ, գալիս են ուրախ զվարթ, հա, շրջապատում են ձեզ, առաջարկություններ են անում, դուք այսպես ոգևորվում եք, բայց հետո հանկարծ խնդիրների առաջ եք կանգնում, այսպես բաժակների երկուսով կարող եմ ասել, որ հանկարծ ինչ-որ պրոբլեմներ են առաջանում, դուք այսպես անելանելի վիճակում եք հայտնվում։ Եվ այդ նույն մարդկանց պատճառով բաժակների 3-ն եմ տեսնում, բաժակների 2-ն եմ տեսնում, խոսում են, ասում են, ոգևորում են ձեզ, միգուցե ձեզ հետ նաև զվարճանում են, խմում են, գնում եք մի բաժակ, հա, խմում եք միասին, բայց հետո հանկարծ հասկանում եք, որ այդ իրականում այդ մարդիկ ձեզ համար պրոբլեմ են եւ ձեզ այսպես կարող եմ ասել թրերով, որ դեսակ անելանելի վիճակում եք հայտնվում մարդկանց պատճառով, որոնք իրականում շատ հետաքրքիր մարդիկ են, հետաքրքիր առաջարկություններ են անում, ձեզ միգուցե հյուրասիրություն են անում, խմում եք միասին, լավ եք զգում, զվարճանում եք, բայց գործ իրականում արդեղից չի շարժվում, դա ձեզ ֆինանսական օգուտներ չի բերում։ Ես ֆինանսական կորուստներ չեմ տեսնում, ուղղակի պարզապես դուք ձեր նպատակներին չեք հասնում, որովհետև սխալ մարդկանց հետ եք ինչ որ գործեր անում, այդպես կարող եմ ասել։ Դուք էլի այսպես մնում եք անբավարարված, էլ եմ ասում, ֆինանսական ճգնաժամ չեմ տեսնում։ Իրականում տեսնում եմ, որ դուք նպատակներ ունեք, չեք հասնում, որովհետև ինչ-որ գայթակղությունների հետևից եք ընկնում։ Կարողանում են սխալ մարդիկ ձեր իրենց հետևից տանել։ Ես տեսնում եմ, որ իրականում դուք գումարներ աշխատում եք, միգուցե դրա համար էլ ինչ-որ մարդիկ փորձում են օգտվել, ես չգիտեմ, դժվարանամ ասել։ Պարզապես կարտերը հուշում են, այ գայթակղությունների հետևից մի ընկեք։ Մարդիկ սիրուն կգան, կխոսեն, ձեր գումարները պետք է պահեք ձեզ, իսկ նպատակին չեք հասնում այլ մարդկանց պատճառով։ Գայթակղությունների պատճառով ձեզ համոզում են, եկեք գնանք զվարճանանք, գնանք մի քիչ խմենք, միգուցե դուք ձեր գումարները ծախսում եք այդ մարդկանց վրա, իսկ այդ մարդիկ ժամանակավոր պարզապես գալիս ու գնում են։ Ես տեսնում եմ, որ դուք գումարներ իրականում վաստակում եք, բայց եթե դուք ինչ-որ ֆինանսական նպատակ ունեիք, ես չեմ տեսնում դուք այդ նպատակին հասնում եք, որովհետև ինչ-որ մարդիկ ձեզ անդադ շեղում են ձեր նպատակից։ Այդպես կարող եմ ասել, ժամանակավոր, ինչ-որ ժամանակավոր հաճույքների հետևից ընկնելով մոռանում եք այդ ձեր նպատակը
լավ ժամանակ երևի թե անցկացնում եք, բայց եթե դուք ունեք ֆինանսական նպատակ, ես տեսնում եմ, որ ֆինանսական նպատակին չեք հասնում այլ մարդկանց պատճառով, բայց իրական տեսնում եմ, որ դուք գումար աշխատում եք։ Դե դա ձեր ընտրությունն է, ճիշտ ասած ես ոչինչ չեմ կարող ասել, ես կարող եմ կարտերով պարզապես հուշել, թե ինչն է պատճառը, եթե ունեք նպատակ ու ձեզ թվում է, որ ձեր նպատակներին չեք հասնում, որովհետև մի քիչ շատ զվարճանում եք սխալ մարդկանց հետ, իսկ իրենք պարզապես օգտվում են ձեզնից։ Իրենք ձևանում են լավ ընկերներ, բայց իրենք ընկեր չեն, ուղղակի օգտվում են ձեզնից եւ ձեր ֆինանսներից։ Երևի պետք է ընտրել ում հետ իրականում շփվել, ում հետ ժամանակ անցկացնել, բայց թողնում եմ դա ձեզ հարգելի ջրհոսներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ձկներին իրենց ֆինանսներում մինչև հուլիսի վերջ։ Բոլոր ձկներին, ովքեր ակտիվ են, կոմենտներ են գրում, լայքեր են դնում եւ բաժանորդագրվում են, շատ շնորհակալ եմ հարգելիներս, շատ կարեւոր է։ Մեր մեջ պետք է լինի ինչ-որ փոխադարձ կապ, որպեսզի ես ինչ-որ մարդկանց գոնե էներգիա զգամ, որտեղ այսպես ընդհանուր բոլորի համար նայելը բավականին բարդ է։ Երբ մարդիկ կոմենտներով գրում են 90%-ով ճիշտ եք ասում, թե պատկերացնի ես ինչ եմ զգում, որտեղ շատ դժվար է, վստահ չես, ում ես ասում, ովքեր են նայում, ում վերաբերում է, չի վերաբերում։ Կարող ես ասել մի բան այսօր ձեզ չվերաբերի, 3 ամիս հետո պատահական մեկը վիդեոն գտնում է եւ իրեն է վերաբերում, որտեղ ես ինֆորմացիան հաղորդում եմ, չգիտեմ, երբ ով ինչպես կլսի։ Բայց շատ կարևոր չի, երբ էլ մարդիկ լսեն, եթե իրենց օգուտ տվեց լսածը, արդեն շատ կարևոր է, նպատակն հենց դա է, մարդկանց ինֆորմացիա հաղորդել, բայց այդ կոմենտները գրում եք ինձ մոտիվացնում է, գոնե ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ում վերաբերում է ասածս, մարդիկ կարողանում են արդեն հիմիկվանից էլ ինֆորմացիա ստանալ, ինչը շատ կարևոր է և շատ հաճելի։ Տեսնենք ինչ է սպասում ձկներին հուլիս ամսվա ընթացքում իրենց ֆինանսական հարցերում։ Տարբերակները երկուսն են, դուք կարող եք չընտրել, որը ձեզ վերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել արգելներս։ Տարօրինակ հակասական կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ։ Աշտարակ եք հանդվում, այսինքն ինչ որ նպատակ ունեիք ֆինանսական ու կարծես թե չեք հասնում, բայց ես արևով տեսնում եմ շատ դրական լուր։ Շատ հակասական կարտեր են։ Միգուցե ձեզ թվում է աշտարակով, որ դուք ինչ-որ չի ստացվել, ինչ-որ անհաջողության եք մատնվել, բայց հանկարծ կարող է գալ ինչ-որ դրական լուր և փոխել իրավիճակը, տեսնենք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ, այո, անպայման դրական փոփոխություն կլինի, կարող եմ ասել, չնայած որ ամեն ինչ այդպես լավ, ամեն ինչ շատ այսպես դրական չի եղել, վերջապես աշտարակ եմ տեսնում, ինչ որ նպատակ եք ունեցել ֆինանսական, բայց տեսնում եմ, որ չեք հասել ձեր նպատակին, դրա համար ձեզ թվում է, որ ամեն ինչ վերջացավ, ձեր այդպես աշտարակը քանդվեց։ Գիտեք, եթե ձգ-ձգվում է, ուշ անում է գործը, դա մեկ բան է, բայց երբ որ կարծում եք, որ վերջացավ, էլ ոչինչ չի լինելու, դա բոլորովին այլ բան է։ Ես ըստ տեսնում եմ 6 բաժակների, սա նոստալգիայի կարտն է, հիշողությունների, անցյալի, ապա տեսնում եմ եկեղեցականին, տեսնում եմ բաժակների թագուհուն։ Գիտեք, չեմ կարող ասել, այս նոստալգիայի կարտը այստեղ ինչ է նշանակում ֆինանսների հետ կապված։ Այսինքն դուք, եթե առաջ հնում ինչ-որ մի ժամանակ անցյալում, չգիտեմ, ինչ-որ ցանկություն, նպատակ, երազանք եք ունեցել միգուցե, նպատակ եք ունեցել ֆինանսների հետ կապված, եթե չգիտեմ, գործերս լավ լինեն, ձեռքից գումար լինի, այսպես կանեմ, այնպես կլինեմ։ Ինչ-որ վաղուց եք ունեցել, դուք վաղուց այսպեսի ինչ-որ ֆինանսական ծրագիր, ցանկություն եք ունեցել, եւ այսպես շատ վստահ, այսպես անպայման մի օր ես իմ նպատակին հասնելու եմ, ես իմ ցանկությունը իրագործելու եմ։ Դա ձեզ համար շատ այսպես էմոցիոնալ հարց է եղել, շատ կարևոր է եղել։ Ես չգիտեմ, միգուցե մանկուց ինչ-որ մեկի հետ եք պլանավորել, կդժվարանամ ասել, բայց ինչ որ շատ ես համար շատ կարևոր է, այսպես շատ էմոցիոնալ հարց է, շատ կարևոր է, ֆինանսների հետ եմ տեսնում միջայլոց։ Միգուցե ֆինանսները ձեզ պետք է նպատակ ունեիք ինչ որ մեկին օգտակար լինելու համար, որովհետև կարող եմ ասել, այստեղ
կինը բաժակների թագուհին, սա այն կինն է, որը պատրաստ է օգնել, աջակցել, մտահոգվում է ուրիշների մասին, այսպես եթե չգիտեմ, անցյալից ինչ որ ծանոթ է կամ քույր եղբայր, ինչ որ մեկը ինչ որ խնդիրներ ունի եւ ուզում եք իրեն օգտակար լինել, դրա համար ձեզ ֆինանսներ են պետք, ես կդժվարանամ ասել, օգնելու համար ինչ որ մեկին ամեն դեպքում ֆինանսական թեկուզ օգնության մասին է խոսքը, դա էլ կարող է լինել նպատակ։ Ես տեսնում եմ, որ դուք ճանապարհը ընտրել եք, ընտրությունը կատարել եք, ճանապարհ եք ընկել, ջահելի երեքով կարող եմ ասել եւ որոշել եք, որ եթե պետք է ինչ-որ մեկին օգնել, դուք կօգնեք։ Իրականում դժվարացել է, որովհետեւ աշտարակը քանդվել է, տեսնում դուք նպատակին չեք հասել։ Ամեն դեպքում ինչ որ անհաջողության մատնվել եք եւ մի տեսակ այսպես հայտնվել եք շատ դժվար կացության մեջ։ Բայց ես իրականում տեսնում եմ էտապը փոխվում է, որտեղ հաջորդիվ հենց դուք հայտնվում եք այս վիճակում, ձեզ թվում է թե անելանելի վիճակ է, աշտարակը քանդվեց, նպատակին չհասա, ես ոչինչ չեմ կարողանալու անել, իրականում այդպես չէ։ Ես տեսնում եմ, որ իրականում նոր էտապ կսկսվի ձեր առջև, աշխարհի դռները կբացվեն, այսինքն նշանակում է նոր ինչ որ հնարավորություններ, շանսեր կտրվեն, որպեսզի կարողանաք ձեր նպատակին հասնել։ Ամեն դռները կբացվեն, այսպես ասեմ, տարբերակներ կլինեն։ Բոլոր տարբերակները չէ, որ դուք ընդունեք։ Կլինեն տարբերակներ, որոնք ձեզ իրականում համապատասխան չեն, դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել, ես տեսնում եմ սիրահարների կարտով, իսկ սա էլ 4-ն է բաժակների, այսինքն ամեն ինչ, որ ձեզ առաջարկում են, ձեզ տեսեք, որ տարբերակներ կլինեն, դա արդեն շատ լավ է, պարզապես ամեն տարբերակ չէ, որ ձեզ սրտով կլինի, դուք պետք է ընտրություն կատարեք, իսկ ես տեսնում եմ, որ այստեղ փոխվում են կարտեր, տեսեք, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, այսինքն ձեզ թվում է, թե վերջ չեք հասնում նպատակին, բայց ես տեսնում եմ արևով, որ ինչ-որ լավ լուր է լինում, ինչ-որ բան է փոխվում, ճակատագրի անիվն էլ փոխվում է եւ հանկարծ ձեզ համար պարզվում է, այսա տուզն է թրերի, ձեզ համար հանկարծ կպարզվի իրականում, թե ինչպես կարող եք ձեր նպատակին հասնել, ես եւ արևով, եւ ճակատագրի անիվով, եւ թրով կարող եմ տեսնել, եւ աշխարհի կարտով, որ իրականում դուք կգտնեք տարբերակներ, անպայման տարբերակներ կլինեն, պետք է ճիշտ ընտրեք, որ տարբերակն է ձեզ հարմար, ինչպես կարող եք, որ տարբերակ ընտրելով, որ ուղղությամբ գնալով կարող եք ձեր նպատակին հասնել, իսկ ես տեսնում եմ, որ հուլիս ամսվա ընթացքում ձեզ համար կպարզվի, որ տարբերակով եւ ինչ ուղղությամբ պետք է գնալ, ես չեմ կարող ասել դուք ձեր նպատակին վերջնականապես հուլիս ամսվա ընթացքում կհասնեք, թե չէ, բայց ես տեսնում եմ, որ դուք գոնե կհասկանաք, որ կան տարբերակներ, ամեն ինչ վերջացած չէ, կան տարբերակներ ձեր նպատակին հասնելու եւ կհասկանաք, թե որ տարբերակը ընտրեք, բավականին բան կպարզվի ձեզ համար հարգելիներս, դրական փոփոխություն կլինի, ինչ ֆինանսական հարցեր որ լիներ։ Իսկ որոշ ձկների համար տեսնում են ֆինանսական մի փոքր խնդիրներ ունեիք, ֆինանսները կամ կանգնել էին կամ ծախսերն էին վերջերս շատացել, մի տեսակ խնդիր կար, լրացուցիչ ծախսերի ավելի շատ։ Եվ տեսնում եմ Պենտակլի 3-ը, այսինքն ձեր ֆինանսները կավելանան, դուք կկարողանաք ձեր ծախսերը հոգալ։ Հուլիս ամիս իրականում դրական կլինի ֆինանսապես ձեզ համար։ Նույնիսկ եթե լրացուցիչ ծախսեր եղել են, դուք կկարողանաք լրացուցիչ գումարներ վաստակել, որպեսզի կարողանաք այս ավելորդ ծախսերը փակել։ Ոյ, ներողություն, ես կարտերը վերցնեմ, շատ լավ շարունակենք, տեսնենք ձեր գումարները ինչպես են ավելանում, ծախսերը շատացել են, բայց կարծես ձեր գումարներն էլ են ավելանում, կարողանում եք գտնել լրացուցիչ գումարներ ձեր ծախսերը փակելու համար։ Այո, գիտեք, ես այստեղ շատ մեծ գումարներ իրականում չեմ տեսնում, բայց տեսնում եմ բավականին ֆինանսական առումով որոշ ձկների համար բավականին աշխուժ ամիս կլինի հուլիսը իմիջիայլոց։ Տեսնում եմ այստեղ արդարադատության կարտը, տեսնում եմ այստեղ ընտրության առաջ եք կանգնած, ճանապարհ եք ընտրում։ Գիտեք, եթե ձեր ընտրությունը չեմ կարող ասել, այստեղ ինչ ընտրության առաջ ամեն մարդ ինչպես իրեն վերաբերում է, կարող է վերագրել։ Տեսնում եմ, որ դուք բավականին աշխատում եք, բավականին տարբերակներ եք փորձում գտնել, ինչպես ավելացնել ձեր ֆինանսները, որովհետև ծախսերը ավելանում են, ինչի եթե լավ ընտանիքն է մեծանում, երեխաներն են մեծանում, սովորում են, ծախսերն ավելանում են, ինչ էլ որ տարբերակը լինի, ամեն դեպքում դուք այսպես տեսնում եմ ինչ որ ընտրության առաջ եք եւ դուք ընտրում եք աշխատանքը, շատ աշխատել, միգուցե երկրորդ աշխատանք եք գտնում, երկրորդ գործն եք անում, չգիտեմ, լրացուցիչ ինչ որ, բայց ես տեսնում եմ, որ դուք շատ ծանրաբեռնված եք, շատ աշխատում եք Եվ ես տեսնում եմ, որ ձեր աշխատանքը շատ էլ հաջող կլինի։ Եթե տեսնում եմ այդտեղ սիրահարների կարտը, ապա տեսնում եմ թրերի տուզը։ Գիտեք, այսինքն ինչ ընտրություններ որ կատարեք,
ինչ նոր տարբերակներ էլ գտնեք, ավելի շատ աշխատելով լինի, ավելի, չգիտեմ, երկրորդ աշխատանք, ինչ տարբերակ էլ որ գտնեք, իրականում ձեզ համար այսպես կօգնի ձեր ճանապարհին, ձեր նպատակներին հասնելու համար, շատ այսպես արագ կհասկանաք ինչպես կարող եք ավելացնել, երկրորդ էլ եմ ասում, աշխատանք գտնել, երկրորդ տարբերակ գտնել, ինչպես կարող եք, դուք կհասկանաք ինչպես։ Դուք ընտրություններ կունենաք, այսպես կկարողանաք, միգուցե զրուցում եք, խոսում եք, շփվում եք մարդկանց հետ, գտնում եք տարբերակ, բայց շատ աշխուժամիս կլինի, 8 ջահերի ցույց է տալի, որ բավականին աշխուժ կլինի, եթե սա էլ տեսնում եմ կարգը, այսինքն դուք առաջ կշարժվեք, ես 3-ի պենտակլով էլ էի տեսնում։ Եթե դուք ունեք լրացուցիչ ծախսեր, ձեզ թվում է, որ ձեր ֆինանսները ձեզ չեն բավարարելու, ապա դուք իրականում կգտնեք տարբերակ։ Եվ տարբերակը տեսնում եմ, դուք բավականին էլ աշխատում եք։ Դե աշխատանքը սա շատ ծանրաբեռնված եք, որտեղ փնտրտուքների մեջ եք, ինչպես ավելացնել ձեր ֆինանսները։ Ինչ եք մտածում, ինչ եք անում, թրերի տզով, ինչ որոշումներ եք կայացնում, ինչ է պարզվում ձեզ համար հանկարծ, կդժվարանամ ասել, բայց դուք կգտնեք տարբերակներ, շատ աշխուժամիս կլինի եւ դուք կգտնեք իրականում ինչպես ավելացնել ձեր ֆինանսները եւ ձեր բոլոր ծախսերն էլ կարողանաք փակել։ Ես չեմ տեսնում մեծ ֆինանսներ, չեմ տեսնում նաեւ մեծ ծախսեր։ Չեմ կարող ասել դուք շատ մեծ գումարներ կսկսեք վաստակել հարգելիներ, բայց եթե կային լրացուցիչ ծախսեր, ապա դուք կկարողանաք բոլոր ծախսերը հոգալ, որտեղ կկարողանաք լրացուցիչ աղբյուր գտնել, ինչպես գումարներ վաստակելու։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում, հարգելի ձկներ։